Այսօր կխոսենք մենք զորության մասին։ Մենք խոսենք այսօր այն բաների մասին, որոնք ունեն որոշակի զորություններ։ Զորություն նշանակում է ուժ, կարողություն, ազդեցություն, իշխանություն, հզորություն կամ ներուժ։ Այս թվարկածները, այսինքն հենց զորությունը, մենք չենք կարող տեսնել, շոշափել, բայց այն կարող ենք զգալ։ Այն ֆիզիկական բան չէ, որ շոշափենք կամ ինչ-որ տեղից տեսնենք։ Օրինակ վիրուսային հիվանդությունները մենք չենք կարող տենալ, ոնց գնաց, ոնց եկավ, ուր հասավ, փախնենք կամ մնանք։ Բայց երբ որ հասնում է քեզ, սկսում է կոկորդը ծանրանալ, քթերդ փակվել, ասում ես, ոնց որ հասել է ինձ։ Շատ անգամ հետաքրքիր է, ես համեմատում եմ Աստծո խոսքի հետ, երբ որ շատերը ամոթից ուզում են լսել Աստծո խոսքը, դու էլ ոնց որ ամոթից սկսում ես պատմել, իրանց թվում է թե ուղղակի պատմեցիր անցավ գնաց։ Մի քանի օր հետո ինքը զգում է, որ իր սիրտը լցվել է ինչ-որ բանով։ Տիրոջ խոսքն էլ նույն ձև ունի զորություն, միգուցե շատերը չեն տեսնում, բայց այն շոշափելի հետևանքներ է թողում։ Կամ օրինակ շատ բառեր կան, որ ունեն իրանց զորությունը փոփոխության։ Վատ բառեր կա, որ մարդիկ, ասենք ինչ-որ մեկը մեկին վիրավորում կա վատ բառեր ասում, հնարավոր է ամբողջ օրը լարված, անտրամադիր մարդիկ շարժվեն։ Իրանք չեն տեսնում այդ բառերը, բայց զորությունը անցնում է մարմնի մեջ։ Միգուցե մարդկա չների էլ ամբողջ շաբաթ, ամբողջ տարին դրանից ճնշված ամբողջ կյանքը ման գա։ Բայց բառեր էլ կան, որ օրհնություն, խաղաղություն, կամ ինչ-որ մեկը քեզի առավոտ մի հատ ինչ-որ լավ բան ասում, սենց լցվում ես օրհնությունով ամբողջ օրը այդ բառի զորությունը քո վրա ազդեցություն է թողում։ Այսինքն խոսքերն էլ ունեն իրանց զորությունը, որ ազդում են ֆիզիկականի վրա։ Կա զորություն, ուժ Աստվածը, որը ազդում է ֆիզիկական մարմինների վրա։ Օրինակ, մեքենաները ոնց են շարժում։ Դրանց կա ներքին այրման շարժիչ, իրան շարժիչները, որ ունեն իրանց զորությունը մարմինները տեղափոխելու։ Մեքենաները իրանք էլ չափվում են ձիաուժերով։ Այսինքն, որ մեկը, որը ինչքան է հզոր, ինչքան է թույլ, ասում են, կալի ձիաուժը։ Էդ էլ իրանց զորությունը ունի։ Բայց կան զորություններ աշխարհում շատ։ Շատերն էլ կան, որ ես չթվարկեցի, միգուցե ես էլ չգիտեմ, բայց կա մի զորություն, կա մի ուժ, որ տիրում է այս բոլոր զորությունների վրա, որ անգամ շունչ են առնում հենց այս զորություններից։ Դա մեր Տիրոջ երկնային հոր զորությունն է։ Դանիել 2:20-ում ասում է, Դանիելը խոսեց եւ ասաց. «Օրհնյալ լինի Աստծո անունը, հավիտյանս հավիտենից, որովհետեւ նրանն են իմաստությունն ու զորությունը»։ Այսինքն, ինչ իմաստություն կա կատարյալ, դա Տիրոջից է։ Ինչ զորություն կա կատարյալ, դա Աստծուց է։ Ես կփորձեմ Ծննդոց առաջի գլխից մի քանի բան կարդալ։ Սկզբում Աստված ստեղծեց երկինքն ու երկիրը, երկիրն անձև ու դատարկ էր, եւ անդունդի վրա խավար էր, եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա։ Եվ Աստված ասաց թող լույս լինի, եւ լույս եղավ։ Աստված տեսավ, որ լույսը բարի է, եւ Աստված լույսը բաժանեց խավարից։ Աստված լույսը կոչեց ցերեկ, եւ խավարը կոչեց գիշեր, եւ երեկո եղավ, եւ առավոտ եղավ օր առաջին։ Եվ Աստված ասաց թող հաստատություն լինի ջրերի միջև, որ ջրերը բաժանի ջրերից։ Եվ հենց Աստծո հենց այս ասած խոսքի մեջ կար կատարյալ զորություն, որ Աստված ասաց թող լույս լինի, հենց այս խոսքի մեջ կար կատարյալ զորություն։ Այսօր ով կարա ինչ-որ բան ասի, որ նման տիպի զորություն լինի, ոչ մեկ, միայն Տիրոջ խոսքի զորությունն է, որ Տերը խոսում է հողի հետ, այսօր առավոտ էի լսում, ասում է Տերը խոսած հողին եւ հողը բուսականություն տվեց։ Տերը խոսած ջրին եւ Տերը ջուրը ձկները տվեց։ Տիրոջ հենց այդ ասած խոսքի մեջ է կատարյալ զորությունը։ Եվ հենց այս խոսքի մեջ բնակվում է Սուրբ Հոգին։ Մի հետաքրքիր պատմություն եմ ուզում պատմել Եղիսեի եւ Նեման Բորոտի պատմությունն է, կարճ ուղակի, այս պատմությունը շատ եմ սիրում, ուզում եմ շեշտադրել այն հատվածը, ասում է, երբ որ Եղիսեն падգամավոր այստեղ Նեման երբ որ արդեն եկել է, որ Եղիսեի մոտ, Եղիսեն դուրս չի գալիս, Եղիսեն իր ծառային ուղարկում, այստեղ ասում է իր падգամավորին ուղարկեց նրա մոտ, ասելով գնա 7 անգամ լցվիր Հորդանանում, լվացվիր Հորդանանում եւ քո մարմինը կվերադառնա քեզ մոտ ու կմաքրվես։ Հետաքրքիր է, որ Եղիսեն դուրս չեկավ,
Բայց այն խոսքի մեջ, որ կար զորություն, իր ծառայի միջոցով փոխանցվեց Նեմանին։ Այսինքն Տիրոջ զորությունը հնարավոր է ինչ-որ մեկի միջոցով էլ անգամ փոխանցվի։ Կարող է ծառան անգամ չերել պատկերացնում Եղիսեն ինչ նկատի ունի, ինչ ասում, բայց այն զորությունը, երբ որ արձակեց Տիրոջ խոսքով Եղիսեն Նեմանին, ծառան ուղղակի այդ զորությունը տանում էր, բայց նա չէր հասկանում, որ դրա մեջ զորություն կա։ Այսինքն Տիրոջ զորությունը կարող է փոխանցվել մեր միջոցով մյուսներին։ Ինչպես Տերն ասում, ինչպես Աստծո խոսքը ասում է, իմ խոսքը պարապ տեղը երբ չի դառնա։ Աստծո բժշկարար եւ զորավոր խոսքը կարող է մեր միջոցով փոխանցել մարդկանց, մնում է միայն մենք դառնանք Տիրոջ ծառա։ Ինչպես նաեւ մենք գիտենք, որ անեծքներն է փոխանցվում մարդկանց միջոցով։ Այնպես որ շատ զգուշ պիտի լինենք խոսքերի մեջ եւ մնանք Տիրոջ ներկայության մեջ, Տիրոջ զորության տակ։ Ժառանգական հիվանդությունը, շատերն ասում են, դեսեն ժառանգական է, պապասահել է, չեն պատկերացնում, դա ինչ-որ արձակված անեծքի զորությունն է, որ այդպես գալիս է։ Նույն ձև էլ կա օրհնությունը, որ կարող են տեղափոխվել ծնողից երեխա, երեխայից թոռ։ Միքիա 5:2-ում մի շատ հետաքրքիր հայտնություն կա, դուք բոլորդ լսել եք սրա մասին, բայց դու ով Բեթլեհեմ, Եփրաթա, փոքր ես Հուդայի տոհմերի մեջ, սակայն քեզանից պիտի դուրս գա ինձ համար նա, որ իշխանավոր պիտի լինի Իսրայելի, եւ նրա ծագումը շատ հին է, հասնում է մինչեւ հնագույն օրերը։ Այս մարգարեությունը մեր Տիրոջն էր վերաբերվում, բոլորդ լսել եք։ Բայց այս խոսքերը, երբ որ Միքիան արտաբերեց, այս խոսքերից 715 տարի հետո, այսինքն այս խոսքերը կենթանի են եւ սպասում էին այդ օրվան, որ իրականացնեն Տիրոջ ծնունդը։ Այսինքն այդ խոսքերը սպասում էին զորությամբ։ Այն խոսքերը, որ Տերն է արձակում, այդ խոսքը մինչև իր ասածը չանի, հետ չի վերադառնա։ Մի հետաքրքիր պատմություն լսեցինք, որ երբ որ գիտնականները 2000 տարվա կուժ էին գտել, նրա մեջից գտել էին սերմ, այդ սերմի հատիկը, ասում է, երբ որ դրեցին հողի մեջ ջրեցին, ծիլ տվեց։ Եթե այդ սերմի հատիկի մեջ ինքը պահպանում էր իր ծլելու զորությունը, ապա որքան զորավոր է Տիրոջ խոսքի զորությունը։ Քանի հազար տարի պետք է ինքը իր գործը կանի, հետ կվերադառնա։ Սերմը ցանվում է եզակի, բայց աճում է հոգնակի։ Նա մեռնում է եւ բերում է պտուղ։ Տիրոջ զորությունը գործում է նաեւ այն ժամանակ, երբ դու նրան չես զգում։ Հնարավոր է չտենաս, չզգաս, բայց երբ որ դու հավատում ես, որ նա քո կողքին է, այդ ժամանակ զորությամբ կգործի։ Խոսքը կարճ եւ հավատքով հռչակված այն զորություն է գործում։ Ինչպես հոսանքը մենք ոչ մեկը չենք տեսնում լարի մեջով ոնց եկավ լամպերին։ Բայց երբ որ լամպը լուսավորվեց, ուրեմն նշանակում է իր մեջ զորություն կա։ Եթե դու լուսավորվում ես, ուրեմն լցված ես Տիրոջ զորությունով։ Ասում են լապտերները իրանք չեն խոսում, իրանք ուղղակի լուսավորում են։ Այսինքն դու ավել բան չունես անելու, դու պետք է լցվես զորությամբ եւ Տիրոջ խոսքը ավետարանես։ Առաջին մնացորար 16-11-ից 11 ասում է. «Փնտրեցեք Տիրոջն ու նրա զորությունը, միշտ նրա ներկայությունը որոնեցեք»։ Այսինքն Տիրոջ զորությունը կգա, երբ մենք փնտրենք Տիրոջը ու նրա զորությունը։ Չլինի մեր փափագը, որ մենք վազնենք զորությանը եւ մոռանանք մեր Տիրոջը, զորությունների Տիրոջը։ Մատթեոս 14:36 ասում է. «Եվ աղաչում էին նրան, որ գոնե նրա հագուստի քղանցքին դիպչեն, եւ ովքեր դիպան բժշկվեցին»։ Հիսուսը լցված էր զորությունով, քանի որ երբ հիվանդ էին բերում նրան, նա ժամերով աղոթք չէր անում։ Հետաքրքիր աստեղ ես իմ ուշադրությունը գրավեց այն պահերը, երբ որ Տիրոջ մոտ, ասենք, բերում էին կույրին, ասում էր. «Ինչ ես ուզում որ անեմ»։ Ասում էր. «Տեր, ուզում եմ որ տեսնել»։ Չէր ասում արի նստենք աղոթեմ, ասում եմ գնա դու կտեսնես։ Տիրոջ մի խոսքը անգամ զորությամբ էր գործում։ Դու չես տեսնի Տերը ժամերով խնդրեր։ Հիմա ուզում եմ բացել սրա գաղտնիքը, ինչի համար էր հենց սենց։ Որովհետև մինչև այդտեղ հասնելը Տերը ամբողջ գիշեր Ձիթենյաց լեռում աղոթքի մեջ էր։ Եթե դու ուզում ես այս Տիրոջ կատարյալ զորության ծածկոցի տակ լինել եւ լինես այն զորության փոխողը, տեղափոխողը, զորության անոթը, դու պիտի գիշերներով քո ծածուկի սենյակ ունենաս եւ լցվես Տիրոջ խոսքով։ Քո աղոթքի անձնական աղոթքը ունենաս Տիրոջ հետ։ Կներեք։ Մատթեոս 17:19-20 ասում այդ ժամանակ աշակերտներն առանձին մոտեցան Հիսուսին եւ ասեցին.
Ինչու մենք չկարողացանք նրան հանել։ Հիսուսը նրանց ասաց. «Ձեր թերահավատության պատճառով։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե մանանեխի հատիկի չափ հավատք ունենաք եւ այս սարին ասեք այստեղից այնտեղ տեղափոխվիր, այն ժամանակ տեղափոխվի եւ ձեզ համար անկալելի ոչինչ չի լինի»։ Տես Տերն էլ ասում, ասեք։ Այսինքն դու մինչև այդ ասել խոսքին հասնելը, դու պիտի լցվես Տիրոջ զորությունով։ Ոչ չլինի, որ կանչենք ինչ-որ մի հիվանդի, արի հեսա կբժշկվես։ Մենք շատ անգամ մենք էլ ենք ոգևորվում, ուզում ենք այտենց լինի, ասում ենք արի մա կաղոթենք ամեն ինչ լավ կլինի, բայց ոչինչ չի լինում։ Դրա համար, որպեսզի չհասնես բացասական արդյունքի, դու գիշերը պիտի լցվես Տիրոջ դրական զորությամբ։ Մատթեոս 8-րդ գլխում Հիսուսն ասում է. «Ես կգամ եւ կբժշկեմ նրան»։ Այդտեղ շատ հետաքրքիր է։ Հարյուրապետը պատասխանեց եւ ասաց. «Տեր, ես արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես, միայն խոսքով ասա եւ ծառաս կբժշկվի, որովհետեւ ես էլ իշխանության տակ գտնվող մարդ եմ, ձեռքիս տակ զինվորներ ունեմ, սրան ասում եմ գնա ու գնում է, մյուսին եկ ու գալիս է, ծառայիս էլ թե այս բանն արա եւ անում է»։ Երբ Հիսուսը լսեց, զարմացավ, իրեն հետևողներին ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, նույնիսկ Իսրայելում այսպիսի հավատ չգտա»։ Իրոք որ ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ Եթե քո կյանքի գետերը բխում են Տիրոջից, քո խոսքերը կլինեն զորավոր։ Եթե դու ոսկուց կռանտ լինես, ունդեղից ջուր չգնա, ում նա պետք է կռանտի։ Հետաքրքիր մի բան եմ գտել այստեղ համեմատության, այնտեղ երբ որ Հիսուս Քրիստոսը ուզում էր փարթամ թզենուց մի թուզ բոկեր, բայց թուզ չգտավ։ Ոսկու կռանտի պես փարթամ էր, բայց պտուղ չկար։ Սրան վերաբերվող Միքիայի մարգարեության մեջ ասում է 7:1-ում ասում է. «Վայ ինձ, որ ամառային պտղաքաղի նման եմ, այգեկութի ճռռաքաղի պես, ողկույզ չկա ուտելու, ոչ էլ մի ամառվա թուզ, որ փափագում է սիրտս»։ Եթե դու ցույց տաս, որ ինչ-որ բան ես, բայց Տիրոջ զորությունը չկա քո մեջ, ասում է վայ ինձ, որ պտուղ չկա ուտելու, կլինես ոսկու նման կռանտ, որ ջուր չկա։ Աստված փնտրում է հնազանդ անոթներ իր զորությունը փոխանցելու։ Դու փնտրիր Տիրոջ զորությունը, Տիրոջ ներկայությունը ու կդառնաս այդ ոսկե կռանտը, որ քեզանից կբխի կյանքի գետերը։ Մարկոս 5:30 Հիսուսն էլ միևնույն ժամանակ իր ներսում զգաց, որ իրենի զորություն դուրս եկավ։ Սա այն արնահոսող կիներ, երբ որ կպավ իր հագուստին, ասում է Հիսուսը զգաց, որ իրենի զորություն դուրս եկավ։ Նա դեպի բազմությունը դարձավ ու ասաց. «Իմ հագուստին ով դիպավ»։ Եթե Տիրոջ զորությունը քո մեջ է, դու անպայման կզգաս, որ Տերը քո մեջ է։ Ոչ թե դու քեզանով քո ներքին ձայնով կասես, հա, հաստատ իմ մեջ է, դու կոնկրետ կզգաս, որ Տիրոջ զորությունը քո մեջ է։ Այստեղ Ղուկաս 4:14, երբ որ Հիսուս Քրիստոսը 40 օր ծոմապահություն հետո փորձվեց, ասում է, եւ Հիսուսը հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա ու նրա համբավը տարածվեց ամբողջ գավառի կողմերում։ Դու պետք է լցվես Տիրոջ զորությամբ, որպեսզի կարողանաս Հրազդանի բոլոր բնակավայրերում Տիրոջ խոսքը զորությամբ տեղափոխես։ Որ խոսքդ ոչ թե լինի ուղակի խոսք, ավետարանչություն, այլ զորությամբ սրտերը փոխող, որովհետեւ մենակ Տիրոջ զորությունն է սիրտը փոխողը։ Ղուկաս 5:17-ում ասում է. «Մի օր երբ նա ուսուցանում էր, նստած էին փարիսեցիներն ու օրենքի ուսուցիչները, որ եկել էին Գալիլեայի ու Հրեաստանի բոլոր գյուղաքաղաքներից եւ Երուսաղեմից, եւ բժշկելու համար Տիրոջ զորությունը ներկա էր»։ Ինչ կլինի, եթե դու գնաս ինչ-որ մեկի համար աղոթես, ունդեղ Տիրոջ զորությունը ներկա չլինի։ Ես խնդրում եմ քույրս եղբայրս սրան հասնելու համար դու պիտի ունենաս քո աղոթքի տեղը, աղոթքի ժամը, աղոթքի առանձին ժամը Տիրոջ հետ։ Դու պիտի նայես խաչին, քո մեջ հարությունը գա, որտեղից է Տիրոջ զորությունը։ Խնդրեցեք եւ կտրվի ձեզ։ Ղուկաս 6-րդ գլխում ասում է 19-ում ամբողջ ժողովուրդը ուզում էր նրան դիպչել, որովհետև նրանից էր զորություն էր դուրս գալիս ու բժշկում էր բոլորին։ Մի երկու տեղ էլ ասեմ գրքից, Ղուկաս 24:9 ասում է. «Ահա ես իմ հոր խոստումը քեզ եմ ուղարկում, իսկ դուք նստեցեք Երուսաղեմ քաղաքում, մինչև վերից զորություն կառնեք»։ Տիրոջ Սուրբ Հոգու մասին էր խոսքը։ «Բայց դուք զորություն կստանաք, երբ Սուրբ Հոգին ձեզ վրա գա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում եւ ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում մինչև աշխարհի ծայրերը»։ Եթե դու հավատքով ես Աստծուն փառավորելու, եթե դու
հավատքով ես Աստծուն փառավորելու համար, եթե ուզում ես Տիրոջ անունը բարձրացնես, եթե քո նպատակը Տիրոջ անունը բարձրացնելն է, այն ժամանակ Տիրոջ զորությունը կգործի։ Իսկ եթե քո եսն ես փնտրում, որ ինչ-որ բան ցույց տաս, երբեք չսպասես դու դրան։ Առաջի Կորինթացիս 4:20 ասում է, որովհետև Աստծո արքայությունը ոչ թե խոսքով է, այլ զորությունով։ Կարող է մենք լինում է դեպքեր, որ մարդկանց հետ ժամերով, ես մարդիկ կան, որ տարիներով իրանց հետ Աստծո խոսք եմ խոսում, բայց ոչ մի փոփոխություն սրտի հետ։ Բայց մարդ կա ուղղակի մի օր մեր հարևաններից մեկին գիշերը 12-ին ուղղակի հանդիպեցի, մի քանի բառ Աստծո խոսքից այնպես ստացավ, սկսեցի խոսալ, ու այդ մարդը ապաշխարեց, հիմա ամեն իր ոգևորությունից մենք էլ ենք ոգևորվում, այնց հակոպել Տերը իր սրտին։ Մարդու լցվել Աստծո զորությամբ խոսքը վերաբերվում է այն վիճակին, երբ մարդը գիտակցաբար բացվում է Աստծո ներկայությանը, կամքի ներգործությանը, իր կյանքի մեջ։ Իսկ ինչպես լցվել այդ զորությունով։ Աստծո զորության ակունքը Աստծո հետ իրական հարաբերությունն է։ Աստծո զորությունը դա Աստծո ներկայությունն է մարդու ներսում։ Ինչն է նպաստում դրան, որ Աստված գա մարդու ներսում, անկեղծ աղոթքը, սրտի բացումը, սեփական կամքից հրաժարումը, որ հնազանդվես Տիրոջ կամքին, էլի, խոնարհությունը, աղոթքը ոչ միայն բառերով, շատ անգամ մենք ուզում ենք այնպես լավ բառեր ասենք, այլ լինի սրտով։ Աղոթքը Աստծո զորության հիմնական ճանապարհն է։ Շատերն ասում են զորությունը գալիս է այն պահին, երբ աղոթքը դառնում է ոչ թե խնդրանքների ցուցակ, այլ Աստծո ներկայության մեջ մնալը։ Աստվածաշնչի ընթերցումը Աստծո զորությունը հաճախ գալիս է խոսքի միջոցով, քանի որ այն խոսքը լցնում է մարդու միտքը ու սիրտը։ Մաքրված սիրտը եւ զղջումը մարդը չի կարող լինել զորավոր, եթե ներսումը ծանրություն կա, կամ չներել կա, կամ ինչ-որ խնդիր ունես։ Ներել վիրավորողներին, սեփական մեղքերը Աստծուն հանձնել, մտքի եւ սրտի մաքրումը։ Մաքրությունը ստեղծում է ներքին տարածք Տիրոջ ներկայության, Տիրոջ զորության համար։ Հնազանդությունը Աստծո կամքին։ Շատերն ապրում են հոգևոր չորության մեջ, որովհետև փորձում են Աստծո զորություն ստանալ իրենց ծրագրերի համար։ Իսկ իրական զորությունը գալիս է, երբ մարդը ասում է՝ թող լինի քո կամքը, ոչ թե իմը։ Նաև Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունը, Աստծո զորությունը երկնքից ուղարկող Սուրբ Հոգու զորությունն է։ Այն կարող է դրսևորվել խաղաղության զգացողությունով, իմաստության, ներքին ուժով, համարձակությամբ, սրտի վստահությամբ, սրտի փոփոխությամբ։ Հետո Սուրբ Հոգու այդ զորությունը պարտադիր չի, որ զգացմունքային լինի, դու ինչ-որ բան զգաս, կամ գերբնական ինչ-որ բան, այն հաճախ գալիս է որպես խաղաղ, բայց աննկարագրելի վստահությամբ։ Ծոմապահություն, ինքնամերժում, քո եսը որ թողես, Տիրոջ կամքին համաձայնվես, Տիրոջ կամքով։ Ծոմը ճիշտ մոտեցմամբ մարդուն ազատում է մարմնական ցանկություններից եւ զգայուն է դարձնում հոգեվորի նկատմամբ։ Եվ եկեղեցու կամ հոգևոր ընկերակցության մեջ մտնելը։ Պիտի չթողես Տիրոջ եկեղեցին, պիտի հեռու չգնաս այն ընտանիքից, որտեղ դու ծնվել ես։ Երբ մարդը միայն փորձում աճել, միգուցե դժվարությունների հանդիպի։ Եկեղեցու մեջ Աստծո ներկայությունն ավելի ուժեղ է դրսևորվում, որտեղ երկուսը կամ երեքը հավաքվում են իմանունով, այնտեղ Տերը մեր մեջ ներկա է։ Սիրո գործերը, Աստծո զորությունը երբեմն գալիս է ոչ թե մարդը փնտրում է այն, երբ իր սիրտը բացում է ուրիշների համար, գթասրտորեն եւ առանց հաշվարկի։ Եվ համբերություն։ Հոգեվոր աճը չի լինում միանգամից։ Աստված իր զորությունը տալիս է այն ժամանակ, երբ մարդը պատրաստ է այն կրել։ Դու պիտի պատրաստվես, դու պիտի մաքրվես, թողես ամեն բան, եթե ինչ-որ մեկի հետ կապված խնդիր ունես, ներես, այդ հարցերը լուծես, տեղ ազատես սրտի մեջ Տիրոջ ներկայության համար։ Եվ մի Սաղմոս էլ կարդամ, Սաղմոս 18:32 Այն Աստվածը, որ զորություն է հագցնում ինձ եւ ամբից է դարձնում իմ ճանապարհները, մեր Տերն է։ Եկեք տանք մեր ամբողջ էությունը, մեր անձը, մեր Տիրոջը, պատրաստենք մեր սիրտը, որ լցվենք Տիրոջ զորությամբ, եւ դրա գաղտնիքը քո ծածուկ սենյակի աղոթքն է։ Եկեք աղոթենք Տիրոջը, որ Տերը պատրաստի մեզ։ Փառավորվես կենթանի Աստված։ Շնորհակալ ենք, որ մեզ համար բացել ես դու այս հնարավորությունը, որ լցվենք քո ներկայությամբ ու քո զորությամբ, Տեր։ Մեր անձերը քո առաջ ենք բերում, Տեր։
Խնդրում ենք քեզ դարձրու քեզ համար անոտ զորության, քո անունը մեծարելու, քո անունը տանելու ամբողջ Հրազդանի բնակավայրերում, Տեր։ Խնդրում ենք քեզ դարձրու քո անվան զորությունը կրողներ, քո անունը մեծարողներ, քո անունը երկրպագողներ, Տեր։ Պատրաստիր մեր սրտերը, մեր անձերը, մեր մտքերը քո հոգով լցվելու, Տեր։ Թող չփնտրենք մեր եսը, թող չբարձրացրենք մեր անունը, միայն քո անունը, Տեր, որովհետև միայն դու ես արժանի փառքի ու մեծարանքի։ Հիսուսի անունով։